Գալստյանը նաև Դավիթ Գալստյանին կալանավորման որոշում կայացվեց, ինչպես բացատրենք այս գործընթացները, որոնք տեղի են ունենում, ինչ բացատրությունն է։ Դե գիտեք ինչ, մեկնաբանությունները տարբեր են, բայց սա իրականում քաղաքական հիստերիա է։ Ես չեմ ասի, որ դա անձնական հիստերիա է այս իշխանությունները, որտեղ իրենք հիստերիա չունեն, իրանց մոտ ամեն ինչ հաշվարկված է։ Եվ այն ինչի միջով մենք անցնում ենք, մեզ համար է դա նորություն, սա ծրագիր է, որը նոր չի մշակվել։ Սա ընթացք է, որի միջով մենք անցնում ենք։ Եվ այս ընթացքում միգուցե մենք շատ դեպքերում նաև չենք հաջողում, որովհետև մենք ծրագրին բնական է տեղեկացված չենք ու ամբողջությամբ չէ։ Այն ինչ որ երբևէ չէինք պատկերացնի, հիմա մեր հետ տեղի է ունենում։ Ես այսօր ամբողջ օրը հիշել եմ, որ եկեղեցիները իրենց զանգերը հնչեցրել են մեկ 1918 թվականին, երբ թուրքներ իր յաթաղանով հային մորթում եւ փորձում գրավել նաեւ այս փոքրիկ Հայաստանը։ Եվ այդ ժամանակ եկեղեցին էլի հնչեցրել է։ Հիմա մենք 19 իրավիճակում ենք, բայց չենք գիտակցում, որ իրականում այսօր հանցագործները իշխանություն կա տարբերակ, այստեղ անձերի շուրջ չի, մի քանի օր առաջ Բագրատ Սրբազանի շուրջ չէր, Դավիթ Գալստյանի եւ մյուս մեր ընկերների շուրջ չէր, այսօր Սրբազանի Աճապահյանի շուրջ չէ, վաղը կաթողիկոսի շուրջ չի լինելու, սա հայ ազգի շուրջ է, ինչ որ տեղի է ունենում, սա կոտորած է բառից բուն իմաստով, ես այդպես եմ ընկալում, եթե կա այլ ընկալում կամ կդիտարկվի իմ ասածը որպես խուճապ առաջացնող խոսք, ես ասեմ, ես անցել եմ բազմաթիվ դաժան բաների միջով, բայց այնտեղ ես գիտեի, որ իմ թշնամիներ, այնտեղ թուրքներ, այնտեղ ադրբեջանցիներ, ես այստեղ չգիտեմ արդեն ինչ պետք է անել, հա, այս պարագայում, երբ որ հայը եւ քո իշխանությունը իրականում յաթաղանով դուրս է եկել իր ժողովրդի դեմ։ Տիկին Բեհարանում, հա, էջմիածնում, դա պորտկում էր, դա իրոք անկեղծ պորտկում էր, այնտեղ այնպես չէր, որ ընդդիմադիրներն էին, հա, ընդդիմադիր դաշտներ, որ արդեն 5 տարի պայքարում է այս իշխանությունը, այնտեղ ժողովուրդն էր, այնտեղ մարդիկ էին, վստահաբար կարող եմ ասել, որոնք միգուցե դեռևս օրեր առաջ աջակցում էին այս իշխանություններին, միգուցե, բայց այսօր այդ պորտկումը շատ անկեղծ էր ու այնտեղ մարդիկ հասկանում էին, որ իրենց ոտքերի տակից, իրենց թիկունքից տանում են հենքը, տանում են ամենակարևոր հենքը, որը պաշտպանել է իրենց, որի շնորհիվ այսօր հայ ազգը առ այսօր ապրել է եւ այսօր մարդիկ հասկանում էին, որ արդեն իրոք ազգի ոչնչացման մասին է խոսքը։ Եթե այս իշխանությունները խոսում են պետություն, պետականություն, չգիտեմ ինչ հեքիաթներ, այսօր մեր ժողովուրդը հասկանում է, որ զուտ ազգի գոյության մասին է խոսքը արդեն։ Եթե չկա եթե ազգը չի գոյատևելու, չի լինելու, ինչ պետության մասին ենք խոսում, ինչ պետականության մասին ենք խոսում ընդհանրապես։